Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ամեն։ Մեր Փրկիչը ողջ է, ամեն։ Ողջ է մեր կյանքում, առաջվա պես աշխատում է, գործում է մեր կյանքում, ինքը մեզ չի մոռացել։ Եթե մենք իրան չմոռանանք, ինքը ընդհանրապես մեզ չի մոռացել։ Ամեն։ Ալելույա։ Այսօր ուզում եմ կիսվել խոսքով, որը որ կոչվում է «Կանչիր ինձ, եւ ես կպատասխանեմ քեզ»։ Ամեն։ Հալելույա։ Գիտեք, շատ ճանապարհներով է մարդն անցնում։ Ինչքան էլ մենք ժպտում ենք իրար, ինչքան էլ մենք ուրախ ենք, փառքասու ուրախությունը Աստծուց մեծ պարգև է, բայց շատ ճանապարհների մեջ մենք պետքա կանչենք Աստծուն։ Մենք պետքա գոչենք Աստծուն։ Գիտես, շատ անգամ մենք ուզում ենք հիմնվենք մարմնի վրա, ինչ որ մի բանի վրա, բայց եղբայրը լավ ասեց, ասում է, մեկը ուշ թե շուտ հայրոսը պետքա գար ընկներ Հիսուսի ոտքերի առջև։ Ամեն։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն ես ուզում եմ կարդալ այդ խոսքը։ Սա ուղղված է Երեմիա մարգարեին։ Շատ անգամ մենք ասում ենք կանչիր, վազզավի ко мне, կանչիր ինձ եւ ես քեզ կպատասխանեմ, բայց այս խոսքը, այս հայտնության խոսքը, այս մարգարեության խոսքը, այս գործող խոսքը Տերը տվել է Երեմիա մարգարեին այն ժամանակ, երբ որ նա բանտարկված էր։ Երբ որ նա անցնում էր մի ճանապարհ, մի դժվար ճանապարհ, որ երբ որ կարդում ենք նույնիսկ ինչ տիպի բանտի մեջ էր, մտածում ենք, ստեղից սրան ոչ մի փրկում, օրնություն, ոչ մի ողորմություն հնարավոր չէր որ լիներ։ Երեմիա 33:2-3 Այսպես է ասում Տերը, այս անողը եւ այս կազմողները, որ սա հաստատվի, որի անունն է Եհովա։ Եհովա նշանակում է ամեն տեղ լինող, վիզդե սուշի, նա ամեն տեղ է, ամեն։ Եվ երրորդ, կանչիր ինձ, եւ ես քեզ պիտի պատասխանեմ, եւ ես քեզ պիտի մեծամեծ եւ անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չգիտես։ Երեմիան բանտի մեջ էր, Աստծո խոսքն ասում է, որ 38-րդ գլուխ Երեմիայի մարգարեությունը ինչ բանտի մեջ էր, ուզում եմ որ իմանաք, էլի, գիտեմ, ուզում եմ որ իմանաք դա նորից էլի։ Երեմիային գցեցին եւ Երեմիային նրանք առան Երեմիային եւ գցեցին նրան թագավորի որդի Մեխքիայի գուբը, որ բանտի դրանն էր, եւ չվաններով իջեցրեցին Երեմիային, եւ Երեմիան ընկղմում էր տիղմի մեջ։ Պատկերացնում եք որտեղ էր ինքը, պատկերացնում եք այս ինչ բանտ էր։ Սա այն բանտը չի, որ այսօրվա այս բանտերը չի։ Հեռախոսը կա, ուտելիքը կա, ամեն ինչը կա, հարազատները միշտ գնում են իր մոտ, այդ բանտը չէր։ Երեմիան ընկած էր մի հատ խոր փոսի մեջ, այսպես ասենք, գուբի մեջ, որտեղ որ ջուր չկար եւ կեղտ էր դրա մեջ, տիղմ էր, ու ինքը դրա մեջ ընկղմած էր, այդ կեղտի ցեխի այդ, չգիտեմ ինչի տենց, մեջ ինքը ընկղմած էր, եւ այստեղ կակրաս Աստծո խոսքը լինում է, կանչիր ինձ, եւ ես կպատասխանեմ քեզ։ Գիտեք, յուրաքանչյուր տիղմ, որ մենք ընկնում ենք, նման այս Երեմիայի գուբին, Տերն ասում է, լսի կանչիր ինձ։ Ну и что, հասկանալի է, որ դժվար է, քո համար է դժվար։ Այդ քո համար է անլուծելի, այդ քո համար է չհասկանալի, բայց կանչիր ինձ, եւ ես քեզ պիտի պատասխանեմ։ Ամեն։ Միգուցե դու այսօր անցնում ես ճանապարհ, միգուցե դու այսօր անցնում ես ինչ որ մի ճանապարհ, ավետարանի ճանապարհ։ Կստացի Երեմիային գիտեք ինչի համար էին բռնել։ Բանտարկել Աստծո խոսքը քարոզելու համար։ Մենք այսօր շատ լավ իրավիճակների մեջ ենք ապրում, ոչ wokis տենց ոչ մի բան չի պատահում։ Գիտեք, մենք պետք է գնահատենք Աստծո աշխատանքը, Աստծո ձեռքը, Աստծո ողորմությունները, Աստծո օրհնությունները այս ժամանակի մեջ, որ մենք իրոք սենց հնարավոր բան չի հիմա, անհնարին է, որ ինչ որ մեկին վերցնեն, գցեն մեծ գուբի մեջ, որտեղ որ տիղմ կա Աստծո խոսքը քարոզելու համար, բայց Երեմիային դրա համար են արել։ Մեկ անգամ մի հատ երիտասարդ հետ էի խոսում, այս վերջերս բան էր պատմում ինքը ինձ։ Երիտասարդ եկեղեցու լավ հոյակապ եղբայր։ Ու ասում եմ, ինքը ինձ բան էր պատմում, ես իրան ասացի, լսի, մի հատ կանգար ու մի հատ տես, որտեղ ես դուր բացել սատանայի համար։ Այդ բաները, որ դու պատմում ես,
որ ես աղոթեմ քո համար, բայց ես կարող եմ աղոթքից առաջ խորհուրդ տալ քեզ, մի բան ասել, որ դուր կա բացված քո կյանքի մեջ։ Փակի այդ դռները, ապաշխարի Տիրոջ մեջ, որպեսզի այդ դռները սատանայի փակվեն։ Շատ անգամ մենք պետք է ապաշխարենք, որպեսզի այդ դռները փակվի։ Շատ անգամ պետք է հասկանանք ինչի համար են գալիս այս բաները մեր կյանքում։ Ու գիտես ինչ ասում է երիտասարդը ինձ, ասում է բայց ասում է Քրիստոսի աշակերտները այդքան նեղություններով անցան, ասում է։ Ինչ է, իրանք դուռ էին բացել, որ իրանք այդքան նեղություններով, այդքան վտանգներով, այդ ասում եմ, լսի Քրիստոսի աշակերտները Քրիստոսի համար էին տանջվում, ու Քրիստոսը իրանց հետ գնում էր, բայց այս քո տանջանքը Քրիստոսի համար չի ընդհանրապես։ Նայեք, մարդիկ կարան վերցնեն, չհասկանալով, ես Քրիստոսի համար եմ տանջում, դա ոչ։ Դու տանջվում ես քո ցանկությունների, այն էլ չար ցանկությունների համար։ Կներեք, ստեղ պետք է ոչ թե արդեն Տիրոջ օգնությունը, շատ ուժեղ զորությունը, քո ապաշխարությունն է պետք ստեղ, որ կանգնես ու Տիրոջ մոտ ասես, Տեր, ես ապաշխարում եմ։ Իրոք, ես փակում եմ ապաշխարության միջոցով այս դուռը, սա սատանայի դուռը, հարվածի հետևից, ասում եմ, դու չես տեսնում, որ էսի դուռ կա։ Էսի դուռ էլ չես, վառոտներ է բացված։ Դրա համար մենք պետք է յուրաքանչյուր դուռ փակենք ու չասենք, որ մենք Քրիստոսի համար ենք տանջվում, կա տանջանք, որ ընդհանրապես այդտեղ Քրիստոսը գոյություն չունի։ Вообще, ընդհանրապես։ Ամեն։ Իսկ Երեմիայի գրքում Երեմիան տանջվում էր Տիրոջ համար, ճշմարտության համար, Տիրոջ խոսքի համար, եւ Տերն ասեց. «Կանչիր ինձ, եւ ես քեզ պիտի պատասխանեմ»։ Եվ նայեք ինչ է ասում։ Եվ ես քեզ պիտի մեծամեծ եւ անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չգիտես։ Այս համարը բաժանվում այս խոսքը 3 մասի։ Առաջինը կանչիր ինձ։ Դա Տիրոջ պատվերն է մեզ, դա Տիրոջ հրամանն է, կանչիր, մի կանգնիր, ուրիշ ճանապարհներ մի փնտրիր, մի մանարի, առաջին հերթին ինձ դիմի, կանչիր ինձ։ Երկրորդը, եւ ես պիտի պատասխանեմ, դա Տիրոջ գարանտիան է, որ մեր կանչը, մեր աղոթքները կպատասխանվեն իր կողմից։ Ինչ էլ որ չլինի մեր կյանքում, Տերը կպատասխանի մեզ, ամեն եկեղեցի։ Եվ երրորդը, ես քեզ պիտի մեծամեծ եւ անհասանալի բաներ իմացնեմ, որ դու չգիտես, դա վերնագերբնային է, դա միայն Տիրոջ աշխատանքն է, անհասանելին մեր սեփական միտքը չի հասկանա, մեր գաղափարը չի հասկանա, դա ո՞նց կարող ես անել, Տեր, ո՞նց կարող ես անել, միայն Մարիայի պես պետք է ասենք, քո խոսքով թող լինի, Տեր, շատ բաներ մենք չենք հասկանում, հնարավոր չի մեր այս փոքր ուղեղը հասկանա, այո, հավատքը կհասկանա, որովհետև հավատքը չի տեսնում տեսանելուն, հավատքը տեսնում է Աստծո խոսքը, իսկ Աստծո խոսքը ամեն բան կարա մեզ առաջարկի, այն որ դու կասես ոնց Պետրոսը քայլեց ջրի վրա, գոնե մի քանի քայլ արեց, ոնց, դա անհնարին բան է, ոնց, խոսքը, արի, եկ, քանի դու բռնված ես Աստծո խոսքից, Աստծո խոսքը գործում է, հենց նայեցիր տեսանելուն քո իրավիճակին, Աստծո խոսքը չի գործում, հենց նայեցիր այդ քամիներին, այդ փոթորիկներին, որտեղ, գիտես ինչ, հենց Աստծո խոսքը գալիս է, հենց դու կանչում ես Տիրոջը, նրա խոսքը գալիս է քո կյանքը, դու բռնվում ես այդ խոսքից, բայց կա երրորդ էտապ, ես քեզ կբացեմ անհնարինը, անհասանելին, այն որ քո սեփական մարդկային ուղեղը, քո սիրտը ի վիճակել չի հասկանալու մտածելու այդ մասին, այս էդի քեզ կբացեմ, այդ երրորդ էտապը շատ կարևոր է, շատ, գիտեք մենք ստանում ենք, մենք գոչում ենք ասում, աղոթում ենք, մենք շատ լավ սկսում ենք, ամեն բան ինչ որ հավատք հետ կապված, մենք սկսում ենք օրիգինալ, յուրաքանչյուրս, ինչի, յուրաքանչյուրս աղոթում ենք, դավա եկեք ասում ենք աղոթենք, ու Աստծո խոսքն է գալիս, իսկ այդ երրորդը անհասանելին, այդ է շատ կարևոր, այդտեղ է սատանան փոթորիկները բարձրացնում, այդտեղ է մեծ քամիները գալիս, ինչի համար, որ դու նայես քամուն, երբ որ դու վկայում ես արդեն ասում ես, ես խնդրեցի Աստված ինձ խոսք տվեց, բա դալշը, հետո, խոսքը տվեց, դու խնդրեցիր, բա հետո,
Բա ինչի՞ չստացար, այն ինչը որ պետք է ստանա։ Գիտես ինչի, քամիները քեզ խանգարեցին։ Ընդամենը 2 քայլ կարողացար անել։ Գիտեք Հիսուսը միշտ ասում է՝ մի վախեցեք։ Ինչի համար այդ որ դեպքերում ասում, երբ որ քեզ պետք է արդեն քո հավատքը բարձրացնես։ Որտեղ վախը մի հատ դև է, որ այդ բան երբ որ դու սկսում ես հավատալ, այդ դևը ի հայտ է գալիս։ Շատ ուժեղ նայեք, շատ անգամ ինչի համար 360 անգամ Հիսուսն ասում է՝ մի վախեցի։ Ես քո հետ եմ, մի վախեցի, մի բոյսի, ինչի ինձ իմինը այդ խոսքի վրա է Հիսուսը շատ ուժեղ ակցենտ դնում Աստվածաշունչը, որտեղ վախը իրոք կարող է կանգնել քո հավատքի առջև։ Ինքը մի հատ մեծ հոգևոր բան, դա հոգևոր բան է, վախը։ Բայց Աստված ասում է՝ լսի, ես քո համար անհասանելի բաներ ունեմ, որ այդ քո գաղափարը նույնիսկ չի էլ հասկանում, նույնիսկ դու չգիտես էլ ես ինչ եմ ուզում անեմ։ Գիտեք, մի անգամ մի բան, հետաքրքիր բան կատարվեց իմ կյանքում։ Այս խոսքը ես շատ եմ սիրում, որովհետև այս խոսքը երբ որ ինչ որ մեկը մի քարոզ մի լսում եմ կամ Աստվածաշնչի մեջ եմ կարդում, ես հիշում եմ այդ պատմությունը։ Իմ անձնագրի հետ շատ բաներ է կապված եղել իմ կյանքում, որտեղ որ իմ հավատքը Աստված բարձրացրել է։ Իրոք, երբեմն մենք ասում ենք՝ «Խի պետք է ինչի է սխալը կատարվեր իմ կյանքում», բայց գիտես, երբեմն Աստված ինչ որ բան թույլ է տալիս մեր կյանքում, որպեսզի դրա հիման վրա Աստված մաքրի քեզ ու Աստված իր ձեռքն ու հրաշքները ինչ որ պետք է անի քո կյանքում անի։ Ուրեմն իմ անձնագրիս մեջ մի հատ քարտեզ էր, ամեն բան կար, սաղ պեչատները կար։ Գիտեք, երբ որ մեր ազգի մոտ դա կա, փող տանք, գրանցենք, այս անենք, այն անենք, հա։ Մենք տենց էինք Քրիստոսից առաջ իհարկե, եթե Քրիստոսը լիներ այդ ժամանակ, արդեն մեզ էդի պետք էլ չէր լինի։ Մենք գումարի միջոցով սկզբից ես պետք է գրանցվեի, միշտ իմ վրա է ասախ փորձերը գալիս, հետո նոր սկզբից ես պետք է գրանցվեի ու պեչատ կար այդ, որ գրանցում կա, ամեն ինչ կա, վсё, վերջ։ Երբ որ ես ավտոդպրոց էի սովորում, արդեն այդ ժամանակ պետք է անցներ այդ պասպորտը, նային այդ գրանցումը, ամեն ինչ այդ ժամանակ տեղի ունեցավ, որ այդ գրանցումը ճիշտ չի։ Հա, հասկանում եք, էլ չեմ ասում այդ բառը։ Ու ես սկսեցի աղոթել արդեն, որ մենք եկանք Քրիստոսին, դա իմ սրտի մեջ մեծ ծանրություն էր։ Ես գիտեի, որ այդ մեղքը կա, այդ մեղքը իմ պայուսակի մեջ էր, այդ մեղքը իմ ձեռքն էր, ամեն տեղ էր այդ մեղքը։ Ու ես սկսեցի հասկանալ, որ ես պետք է ազատագրվեմ այդ մեղքից։ Լսեք, եթե տենց մեղքեր կա ձեր կյանքում, ազատագրվեք։ Ես խնդրում եմ ձեզ, որտեղ դա միշտ սատանան դրանով ձեզ կբռնի, դա կրուչոկն է սատանայի, միշտ կբռնի ձեզ դրանով։ Եթե ինչ որ բաներ կան, ձեր փաստաթղթերի հետ կապված, ձեր կյանքի հետ կապված, որ դու գիտես դա մեղք է, ազատվի, Աստված քեզ կօգնի 100%-ով։ Ու ես սկսում եմ աղոթել, նույնիսկ այդ անձնագրով գնում եմ պասպորտ բաժին, մեկ ասում եմ հələ իմ խելքինն է, ինչ լավ խելք ունեմ, փառք ասում են Քրիստոսի միտքն ունենք, ուրեմն տենց էլ պետք է։ Գնում եմ պասպորտ բաժին, պասպորտնի բաժնի պետի մոտ անձամբ։ Ու ասում եմ, ես եկել եմ որտեղ ապաշխարեմ։ Smart նայում ասում եմ, ինչ ապաշխարություն, ասում եմ, ես դարձել եմ քրիստոնյա, ուզում եմ այս ցավից ազատվեմ։ Ես ունեմ մի հատ մեծ մեղք, որ դուք կօգնեք ինձ։ Ասում եմ, ինչ մեղք։ Բացում եմ պասպորտս, անձնագիրս, ասում եմ, այ տեսնում եք սա ոչ ճիշտ գրանցում է։ Մենք այսքան գումար ենք տվել, ոյ Господи։ Գիտեք, դա ես պետք է անեի։ Մանկական հավատքը իսկական հավատք է։ Չի վախենում ոչ մի բանից, այսպես Պետրոսի պես։ Տեր, եթե դու ես, հրամայիր կգամ։ Արի։ Հեշտ էր այն ժամանակ ավելի շատ ջրերի վրայով քայլելը։ Փառք ասում եք, այս մարդը նայում արդեն հասկանում է ինչ-ինչոց է։ Ես շատ վատ էի ռուսերեն բացատրում, հասկացնում։ Ասեց վերցրու քո անձնագիրը ու ստեղից գնա քո պետությունը։ Քանի ես չեմ զանգահարել, երևի մտածեց, որ իրա ոտով եկել է, նորմալն է, չեսնի գրեշնիկ է, էլի։ Քանի ես չեմ զանգահարել, վերցրու ստեղից գնա։ Ասում եմ, ուր գնամ, ոնց ազատվեմ, մի բան ասեք գոնե, մի ձև էլի, որ կարողանամ ես դրանից ազատագրվեմ։ Գնա ասեց ստեղից, շատ բարկացավ, ես էլ
Անձնագիրս վերցրեցի, դուրս եկա տուն, սկսեցի աղոթել այդ անձնագրի համար, միշտ դնում էի գետին, ես ծունկի էի գալիս ու աղոթում, ասում «Տեր, դու գիտես, որ դա քեզանից առաջ ա եղել, ես քեզ չեմ ճանաչել, ես ուզում եմ ազատվեմ, ես ուզում եմ հանգիստ լինեմ, Տեր, ես ինձ հանգիստ չի տալիս»։ Ու Տերը ինձ խոսք տվեց։ Ես խոսք ստացա, ու ես արդեն պատրաստվում եմ այդ անձնագրով գնալ Երևան, որպեսզի կարողանամ նոր անձնագիր վերցնեմ, որպեսզի այդ անձնագիրը արդեն մենք անձնագիր չհամարենք, ես այդ մեղքից պրծնեմ։ Ու Տերը ինձ խոսք էր տվել արդեն, բայց նայեք, Աստված խոսք ա տալի, բայց մենք էլ սկսում ենք հիմնվել պլոտի վրա, ինչ որ մեկի վրա անպայման։ Նայեք, դա մարդու նատուրան է։ Եվ այդ ավտոբուսի վարորդը մեծ մարդ էր, ասեց, ես ունեմ ծանոթ, Արամայիսին ասեց, ես ունեմ այնտեղ, այդ սմենները ինձ ճանաչում են։ Թող ես կխոսամ մի փոքր գումար կտանք, կանցնի կգնա։ Բայց ես խոսք ունեի արդեն Տիրոջից։ Ու համաձայնվեցին, գալիս ենք, ես շատ ուրախ ավտոբուսի մեջ, փառք Աստծո, վկայում եմ, ու իմ կյանքը շատ լավ է, շատ ընտիր է, գալիս ենք, հասնում ենք տամոժնի, այս մարդը ինձ ասում է, լսի, այս իմ սմենը չի, կներես, ոնց ուզում ես նենց էլ արա։ Ասում եմ, ոնց, օգոստոս ամսին, ես այդ շոքին, իմ ձեռները սառած ու ցես դողում էր, ասում եմ, ոնց, մարդիկ անցնում են, ես իմ անձնագիրը առել եմ, կանգնել եմ մի կողմ ու չգիտեմ, չեմ կենտրոնանում։ Ոնց, ասում եմ, ոնց ուզում ես, այդ սմենը ես չեմ էլ ճանաչում։ Գնա, մի բան արա, մի խոսա, ինչ ուզում ես արա։ Գիտեք, Աստված խոսած է, ես ասի Տեր, ինչ անեմ։ Մնացինք դու ես տեղ, էլ մարդ չկա ստեղ իմ կողքը։ Մենք երկուսով ենք, Տեր, մի բան արա, խնդրում եմ։ Ու աղոթում եմ, Աստված խոսած կանչիր ինձ, եւ ես կպատասխանեմ քեզ։ Սա իմ համար անհասանելի էր։ Սա իմ համար մի բան էր, որ մինչև հիմա իմ ուղեղը չի տեղավորվում, ոնց։ Եվ գիտեք ինչ եղավ։ Ես այդ պասպորտը վերցրեց, արդեն խաղաղություն ա գալիս սրտիս մեջ, խոսք ասել Տերը։ Բայց դրանից առաջ էլի խոսք ունեի։ Խոսք ասել Տերը։ Ես գնում եմ այդ խոսքով ջրի վրայով։ Ես գնում եմ, ես քայլում եմ, այդ իմ ջուրն էր։ Այդ այն էր, որ անհասանելի էր իմ համար, այդ այն էր, որ ես չէի հասկանում, իմ մանկական ուղեղը քրիստոնեական չէր հասկանում, ոնց, բայց ես համաձայնում եմ, այո, ես կգնամ։ Որտեղ Տերը խոսած իմ հետ։ Այս խոսքը իմ համար մեծ նշանակություն ունի։ Կանչիր ինձ եւ ես կպատասխանեմ քեզ։ Գիտեք, այնտեղ խցիկներ կային այն ժամանակ, գիտեք, չէ, տալիս է հանձնում էիր, իրանք ստուգում էին, հետո տալիս էին։ Ես իմ անձնագրով անցնում եմ, այս են ձեռս բռնած, ու ինձ ոչ ոք չի տեսնում, չի հարցնում, չի ասում, այսուր ես գնում, խիչ ես տալի քո անձնագիրը, ու ես անցնում եմ։ Կանչիր ինձ։ Եվ ես ոնց, ես չգիտեմ ոնց։ Ես հիմա չեմ կարող այդ արմատները գտնեմ, ոնց այդ ասու գերբնական անհասանելի բաններ իմ համար։ Յուրաքանչյուրս ունենք սենց պահեր։ Յուրաքանչյուրիս կյանքում, երբ որ դու կանչում ես Աստծուն, Աստված անպայման պատասխանում է քեզ։ Աստված գալիս է քո կյանքը։ Աստված խոսք է բերում քո կյանքը։ Եվ այն պահը, որ քեզ համար անհասանելի է, դա քեզ պետք է չի, որ դրա վրա կենտրոնանաս, դա Աստված է ուժը։ Դա նրա գերբնական զորությունն է, դա նրա խոսքի կարողությունն է, դա նա է, որ ոչ ոք չի կարող դա անել, ոչ մի մարմին, ոչ մի անձ, դա կարող է միայն անել Աստված, Տերը։ Եվ ես քեզ կասեմ անհասանելի բաներ, որ սկի քո ուղեղը, քո ներսը, դու սկի չես էլ մտածում։ Великое и недоступное. Доступный չի էդի քեզ, էդի քեզ доступный չի, բայց քանի որ դու կանգնեցիր, քանի որ դու լսեցիր, քանի որ դու համաձայնվեցիր, քանի որ դու հավատացիր, Աստված կտանի քեզ քո ջրերի վրայով, դու կքայլես, դու կհասնես իրան։ Նայեք Պետրոսն իր նավից դուրս եկավ, իր նավակից դուրս եկավ։ Կա ժամանակ, որ մենք պետք է մեր նավակներից ուղղակի դուրս գանք, որ անտեսանելին դառնա տեսանելի, անհնարինը դառնա հնարավոր, քանի դու քո նավակի մեջ նստած ես,
Խոսքը բռնած ես միայն ու վերջ։ Դու այդ նավակի մեջ էլ կմնաս։ Պետրոսը պետք է աներ մի բան, որ իր կյանքում չէր արել։ Չէր արել, նա ձկնորս էր։ Նա գիտեր ամեն բան, ինչը որ ծովի հետ էր կապված, բայց նա չէր արել այս բանը, որ պետք է իր նավակից դուրս գա ծովի մեջտեղում։ Եկեք մտածենք, չենք կարա մտածենք։ Նա պետք է դուրս գար։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Նա պետք է, եթե դու ուզում ես այդ անհասանելին սկսի աշխատել քո կյանքում, հիմնվիր Տիրոջ վրա, Տիրոջ խոսքի վրա ու քո նավակից անպայման դուրս արի։ Դուրս արի այն տեսանելի տեղից, որտեղ որ տենում ես, շոշափում ես, զգում ես, հավատում ես, ուրախանում ես, դուրս արի տեղից անտեսանելի, որպեսզի կարողանաս քայլել, որպեսզի կարողանաս գնալ, որպեսզի այդ ամեն ինչը անհասանելին դար։ Ես գիտեմ, բոլորդ էլ ստեղ նստածներ եք, յուրաքանչյուրդ ունեք ձեր կյանքի մեջ բան, որ իրոք դու չես հասկանում, բայց ես ասեմ ձեզ, Տերը հասկանում է մեր կյանքում ամեն բան։ Ամեն։ Եկեք վստահենք Տիրոջը։ Չգիտեմ, այս տարի արդեն 4-րդ անգամն է ինձ Տերը տալիս է խոսք հավատքի համար, ես չեմ հասկանում ինչի։ Գիտեք ինչի համար, որ մեր հավատքը այս տարի ամեն տեղ, ամեն հարցում սկսի գործել, որ այն անհնարինը մեր համար Աստված հնարավոր դարձնի, որ այն անհասանելին մեզ հասնի, որ մենք հասկանանք ու տեսնենք Տերը ոնց կարող է մեր կյանքում գործել։ Միգուցե դա քո անհավատ ամուսինն է, միգուցե դա քո անհավատ կինն է, միգուցե դա քո անհավատ բարեկամներն են, քո երեխաներն են, քո շրջապատն է, քո ընկերներն են։ Գիտեք, Աստված կարող է ամեն բան անել։ Քո կյանքում, ասա իմ կյանքում, Աստված ամեն բան կարող է անել։ Մի քանի օր առաջ նստած էինք ծառայողական խումբ, ծառայողական հովիվներ, սարկավագներ, իրանց կանացով։ Չէ, ինչի մասին պետք է խոսանք, Տիրոջ մասին, շփվում ենք։ Ու հանկարծ այդ ծառայողներից մեկիկին ասեց. «Ոյ գլուխս ցավում է» ու շուռ եկավ մի քույրիկ կար, ասեց՝ «Մի հատ դեղ բեր ինձ, խնդրում եմ»։ Մենք նստած ենք, հովիվներ, սարկավագներ, ասու հավատքի մարդիկ, հա, ովքեր որ գնում են արջևից, Տերը ում որ տանում է արջևից։ Պողոս Առաքյալը մի լավ բան ասում, ասում է՝ «Դուխ մոյ возмутился»։ Ես նայում եմ, ասում եմ՝ «Լսի, տեսա օծված եկեղեցու հովիվներ են նստած։ Ես ի՞նչ բան է, ո՞ց թե մի հատ դեղ բեր խմեմ»։ Ու այդ քույրիկներն իմ կողքներ ասում եմ, գիտես, ես դեմ չեմ դեղին, ոչ էլ Աստված է դեմ։ Մեկը, որ ուզենանք, պետքա խմենք, անենք, իտակ դալի, բայց Աստված դեմ է, որ առաջինը դու իրան չես դիմում։ Առաջինը։ Արի աղոթենք քո գլխի համար, ասում եմ։ Ու ես գիտեմ, տենց տեղեր Աստված երբեք մարդուն պատվազից չի անի։ Որտեվ տեսնում են խոսակցությունը, ինքը մեր մեջ է։ Մենք հրավիրել ենք իրան, ասում ենք՝ արի Տեր, ես շփման մեջ Տեր, մեզ օրնի Տեր։ Ու աղոթում ենք իր այդ գլխացավի, ուժեղ գլխացավեր ուներ, անցնում է 5 րոպե, ու ես շրջվում եմ, ասում եմ՝ հա, ոնց է գլուխդ, ասում եմ՝ անցավ։ Ասում եմ՝ այ տենց էլ, մեր բոլոր կյանքն է անցնում, թողելով կանչիր ինձ, մենք անում ենք, մենք հիմնվում ենք մեր տեսանելու վրա, ու այդպես էլ ասուց մենք չենք ստանում մեր հասանելիք անհնարինը։ Դու կարող ես անհնարինը ստանաս։ Դու կարող ես ստանաս այն ինչը, որ քեզ դաստուտնի չի։ Դու կարող ես, եթե դիմես Աստծուն։ Ոտնայք պատճառը, հասարակ պատճառ, ի՞նչն է։ Չեմ դիմում Աստծուն։ Իսկ Աստված պատվիրում է ինձ, հրամայում է, կանչիր ինձ։ Երեմիա, հետո ինչ որ դու այդ գուբի մեջն ես, հետո ինչ որ դու այդ տիղմի մեջն ես, հետո ինչ որ քեզ բանտարկել են իմ համար, հետո ինչ, կանչիր ինձ։ Կանչիր ինձ, հասարակ։ Այսինքն հասարակ բաներով երբեմն սատանան մեզ խաբում է։ Դու մտածում ես, նյուժելի մեզ քանդված ամեն ինչը կվերանորոգվի։ Այո։ Երեմիան բանտի մեջ, կեղտի մեջ, խորության մեջ, գուբի մեջ, այո։ Այո,
Սրա պատասխանը միակն է, այո, հաշվեք, որ մեր Տերը իմ բերանով հիմա ասում է, այո, կանչիր ինձ, կանչում եմ, քամիներ են գալիս, փոթորիկներ եմ տեսնում, մի նայիր դրանց, կանչիր ինձ, և ես կպատասխանեմ քեզ, բռնվիր Աստծուց, այսօր այն ժամանակն է, որ գիտես, վտանգավոր ժամանակ ենք մենք ապրում, Իզաբելիայի ժամանակը, սա վտանգավոր ժամանակ է, այն ժամանակ վտանգավոր չի եղել, որ առյուծներն են կերել քրիստոնյաներին, որ իրանց խորգուբի մեջ են գցել, որ բանտարկել են քրիստոնյա, դա չի եղել ապասնի ժամանակ, դա կակրած եղել լավ հավատքի ժամանակ, այ հիմա է 10 կույսերի ժամանակը, ինչ ես հավաքում դու այսօր, ուր է քո յուղի ամանը, ուր է քո յուղը, գիտեք մի հատ լավ Աստծո մարդ, ինքը հիմա երկնքում է, շատ լավ բան ասել, ուզում եմ կարդալ, նայեք ինչ է ասել, մենք տալիս ենք մեր ուժերը մամոնային, ես իմ խոսքերը չի, իրա խոսքերն է, մենք տալիս ենք մեր ուժերը մամոնային, իսկ տկարություններն ու թույլությունները Տիրոջը, ժամերը տալիս ենք աշխարհին, իսկ րոպեները տալիս ենք Տիրոջը, եկեղեցի, նայք ինքը շատ տարիներ առաջ է այսի ասել, րոպեները տալիս ենք Տիրոջը, կանչիր ինձ, և ես կպատասխանեմ քեզ, բայց ժամերը տալիս ենք, ուրիշ տեղ ենք դնում մեր ժամերի զոհը, կանչիր ինձ, և ես կպատասխանեմ քեզ եկեղեցի, 100%, գիտեք մենք նորոգվելու շատ ժամանակ ունենք, ուրախություն է, երբ որ ես ասում Տեր, ինչ լավ է, որ մեր ժամանակը սահմանափակված չի, Հիսուսն ասեց, դուք, եկեղեցի, դու, ինձանից շատ բան կանեք, որովհետև իմ ժամանակը սահմանափակված է, Տիրոջ ժամանակը սահմանափակված է, ինքը պետք է իր հոր մոտ գնար, բայց մենք, որ ունենք Տիրոջ Սուրբ Հոգին, մկրտված ենք հոգով, ջրով, կրակով, հալելույա, մենք ունենք ժամանակ Աստված տվել է մեր ձեռը, Եփեսացիներից գրքում ասում է, գնեցեք ժամանակը, ժամանակները թանկ են, ժամանակները չար են, գնեցեք ժամանակը, մի տվեք րոպեներ Տիրոջը, մի բերեք կաղը Տիրոջ եկեղեցում, մի տվեք Տիրոջը ձեր ժամանակի կաղը, ինչ որ սենց լավ ժամանակներ ենք ապրում, լավ ժամանակներում, լավ ձևով մենք պետք է փնտրենք մեր Տիրոջը, քանի որ մենք ժամանակ ունենք, սա մեր ժամանակն է, սա մեր կյանքի սեզոններն է, որ Տերն ուզում է, որ շատ հոգսերից ազատվենք, որպեսզի մեր յուղամանները լցնենք մեր Տիրոջ ոտքերի առջև, ամեն, մի օր մի հատ քարոզիչ ինձ մի հատ սենց բան ասեց, ճիշտն ասած մի քիչ լավը չէր իր տոնը, բայց հասկացա, այդ իմ համար էր, Տեր ասեց, լսի, քո տեղը Քրիստոսի ոտքերի առջև է, ես աղոթում էի բարձր, ինքը մոտեցավ ինձ, ասեց, լսի, քո տեղը Քրիստոսի ոտքերի առջև է, ասենց նայեցի իրան, հետաքրքիր, հետո ասեցի, սպասիբը, բրատ, շնորհակալություն, այո, այսօր մի հատ էլ հայտնություն եկավ իմ կյանքը, որ իմ տեղը Քրիստոսի ոտքերի առջև է, որ իմ ժամանակը, իմ յուղամանը ես պետք է լցնեմ միայն իր ոտքերի առջև, Քրիստոսի ոտքերի առջև յուղ կա, երբ որ մենք գալիս ենք, այն սենյակը, որ Տերն ասեց, փակիր քո դուռը, գիտես ինչի համար, որպեսզի յուղ լցնես քո յուղամանը, 4-րդ Թագավորություն 4-րդ գլխում, Մարգարեն ասեց այդ կնոջը, կփակես քո դռները ու կլցնես, այդ յուղի մասին էր խոսում նա, երբ որ մենք հոգևոր ձևով սանայենք, փակիր քո դուռը, քո յուղամանը վաղուց դատարկ է, սիրելիս, այդտեղ յուղի հոտ չկա, լցրու քո յուղամանը Տիրոջ մեծամեծ ներկայությունով, ամեն, հալելույա, և այսպես, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին,
Հալելույա։ Ուրեմն այսպես 4-րդ թագավորություն 4-րդ գլուխ այսօր Վազգեն աղբերս ասեց ես հասկացա որ իրոք Տերը խոսում է մեր հետ հենց այս պատմությունով Տերը խոսում է եկեղեցի մեր հետ մի որբևայրի կին կար դրա ամուսինը Աստվածաշունչն ասում է որ մարգարե որդի էր то есть մարգարեներից մեկն է եղել բայց կարող անենց մարգարե որ մենք իր մասին չենք լսել չենք ճանաչում իրան, բայց նա մարգարե էր ու Աստծո խոսքն ասում է նա աստվածավախ մարդ էր այդ մարգարեն։ Երբ որ մարգարեն մահանում է, պարտքատերերը գալիս են ու այդ կնոջից գիտես ինչ են պահանջում, այն ամենաթանկ բաները, որ ինքը ունի, իր երկու որդիները, որպեսզի իր որդիները պարտքի տեղը գնան ու աշխատեն, то есть ծառայություն անեն, բատրակություն անեն։ Ու այս կինը գալիս է Եղիսեի մոտ որպեսզի օգնություն խնդրի։ Եղիսեն ասում է ինչ անեմ։ Պատմում ասում է որ սենց պարտքատերը եկել է ուզում է իմ երկու երեխաներին տանի ծառայության։ Այն ինչ որ իմ համար թանկ է։ Մամաներ, պապաներ աղոթեք ձեր երեխաների համար, որպեսզի ոչ մի կերպով ծառա չլնեն այս աշխարհին։ Ամեն բան արեք, փակեք ձեր սենյակները, բացեք ձեր սրտերը։ Լցրեք ձեր յուղամանների մեջ յուղ, հավատքի յուղ ու աղոթեք ձեր երեխաների համար։ Դա շատ կարևոր բան է։ Ամեն։ Ու նա Եղիսեն ասում է ինչ անեմ։ То есть ես էլ բան չունեմ դանի մամենտ քեզ տամ։ Ինչ ունես տունը։ Կնոջը հարցնում է։ Հետաքրքիր է։ Այս կինն ասում է ոչ մի բան չունեմ բացի մի յուղամանից։ Նայեք։ Շատ անգամ մենք ասում ենք ինչի համար է այսի մեր կյանքում այդ յուղամանն է։ Որ հետո դու պետք է այդտեղ յուղ լցնես։ Դա խնդրեմ չի քո կյանքում, դա հենց այդ յուղամանն է, որ հետո քեզ պետք է գալու։ Ու այս ասելով Եղիսեն հայտնություն է ստանում, յուղաման։ Գնասում է, քո հարևաններից ուզի ամաններ, դատարկ ամաններ, շատ ուզի, քիչ չուզես, այո։ Մտիր ասում է, քո սենյակը դուռը փակիր ու լցրու այդ յուղը։ Շատ հետաքրքիր է։ Եվ հետո ասում է, կգնաս, կվաճառես, այդ դրա պարտքը կտաս, եւ այն ինչ էլ որ մնաց քո երեխեքի հետ կապրես։ Նայեք, այս կնոջ համար նա կանչեց, գոչեց Աստծուն։ Աստված իրեն պատասխանեց, բայց այն անհնարինը գիտեք որն էր, որ ինքը չէր էլ խնդրել մարգարեից, որ գիտեք, Եղիս է մի քիչ էլ յուղ արեք, որ ես ուտեմ իմ երեխեքի հետ, ծախեմ այդ փողը օգտագործեմ, ոչ, այդ այն անհնարինն էր։ Եվ ես քեզ կասեմ այն, որը որ քեզ հնարավորին չի։ Այն բաները կբացեմ, որ սկի դու չես էլ խորում։ Մեր մտածածից, խնդրածից շատ Աստված տալիս է մեզ, երբ որ մենք կանչում ենք իրեն։ Երբ որ մենք վերցնում ենք իր խոսքը եւ գնում ենք այդ ճանապարհը։ Այդ կոչվում է վերնագերբնային Աստծո զորության գերազանց զորության ներքո նա ունի գերազանց ուժ այդ ուժը քո մեջ է եկեղեցի յուրաքանչյուր երիտասարդ յուրաքանչյուր մեծահասակ յուրաքանչյուր միջին հասակ այդ Աստծո ուժը քո մեջ է եկեղեցի նա չասեց որ ես Հիսուսը չասեց որ ես եկեղեցում գլուխ եմ միայն Այ են քույրիկին, այ են եղբորը, նա ասեց ես եմ եկեղեցու գլուխը, գլխի մեջ կա միտք, մենք Քրիստոսի միտքն ունենք, Տիրոջ մեջ կա յուղ, մենք ունենք այդ յուղը, Տիրոջ մեջ կա ուժ, դու ունես այսօր եկեղեցի, այսօր մենք պետք է ինչ անենք, գոչենք, կանչիր ինձ, ամեն, հալելույա, Մեկ անգամ մի շատ տարիներ առաջ էր ամուսնական զույգ եկավ մեր տուն ու գիշեր էր ու պատմեցին որ կնոջը աշխատանքից հեռացրել են, զրկել են ու չեն թողում որ աշխատի, նա աշխատում էր շուկայում, վաճառում էր ուտելիքներ, թեյ, կոֆե и так далее եւ դրանով իրանք պահում էին իրանց ընտանիքը, իրանց տան վարձերն էին տալիս, իրանց երեխային էին պահում եւ այլն Եկավ լաց եղավ ասեց վերջ, ինձ ասել են էլ չգաս ստեղ, ու էլ ինչ որ մի խախտում էր արել, չգիտեմ։ Երբ որ իրան գնացին մեր տնից, ես սկսեցի աղոթել Աստծուն, այդ քրոջ համար, ասի Տեր ոնց կարամ ես օգնեմ։ Բացի աղոթքով։
Աղոթքը շատ լավ է, որ մենք աղոթում ենք մեկս մեկու համար։ Ես խնդրեցի, ասի, ոնց կարամ ես օգնեմ իրան, Տեր։ Ես ուզում եմ, որտեվ իր արցունքները այնքան ցավալի էր, որ տան վարձը չենք կարող տալ, կարող է գնանք Հայաստան այդ իրավիճակներից, չի ստացվում։ Գիտեք, Աստված աղոթքի ժամանակ խոսեց իմ հետ Սաղմոսի խոսքերով, եթե չեմ սխալվում 46:10, թե 47:10, ասեց դադարեցրեք եւ ճանաչեք, որ ես եմ Աստված։ Որտեվ ես գիտես, նենց բուրըն ձևով աղոթում էի, մեծ կլինեմ հեթանոսների մեջ, ես խոսք ստացա Տիրոջից։ Նայեք, ես չնստեցի այդ խոսքի վրա։ Ինչի համար եմ ես այս փոքր բաները ձեր համար վկայում, որովհետև եթե իրոք Տերը խոսք է տալիս, Տերը կատարում է։ Ու ասի Տերը խոսք տվեց, Տեր շնորհակալություն։ Ես վերցրեցի այդ խոսքը, մյուս օրը մենք գնացինք իրանց տուն։ Ես հովիվին ասեցի, շուտ մեզ պետք է իրանց տուն գնալ, ես խոսք եմ ստացել։ Մենք գնացինք իրանց տուն, ասեցի, ես ուզում եմ քեզ օգնեմ։ Ասեց, դու չես կարա, դու հələ չգիտես, այդ ինչ գայլեր են։ Ասեցի, ոչինչ, մենք մի հատ գառ ունենք, որ գայլից էլ շատ ուժեղ զորավոր է։ Դու մենակ տարատեղ, որտեղից որ քեզ հանել է, ես խոսք եմ ստացել, ես խոսք ունեմ, ես հավատում եմ այդ խոսքին։ Նա ասեց, ես մեծ կլնեմ հեթանոսների մեջ։ Տերը ինձ ասեց, մեծ կլնեմ հեթանոսների մեջ։ Նա խոսաց իմ հետ։ Կարևոր չէր դա իմ համար էր, թե քո համար էր։ Տերը ինձ խոսացել էր, Տերն էր ինձ տանում առաջ։ Հովիվը ինչպես միշտ օրհնեց ինձ, ասեց, ես քեզ օրհնում եմ Հիսուսի անունով։ Դե էդ էլ հերիք է, էդ էլ մեծ բան է։ Լավ ասեցի, ես չգիտեմ ուր եմ գնում, գիտեք։ Գիտեք, ես չէի իմանում ուր եմ գնում։ Երևի որ Տերը ինձ բացեր, ես կարող էի ասել, հա Տեր ջան, մենակ այս խոսքը վերցնեմ ու աղոթեմ տունը։ Միայն խոսքով չի, որ մենք պետք է։ Մենք խոսքը վերցնում ենք ու գնում ենք անհասանելու հետևից։ Դուք հասկանում եք ես ինչ եմ ասում։ Սա ինձ տարավ, ասեցի, մենակ դու չես մտնում, այս քո լացու կոծով որ մտնես, ես գիտեի ինքը 100% չէր լինելու, ասի դու տար ինձ որտեղ որ ով է քո դիրեկտորա, շեֆը, որտեղ ով է, ես հələ չգիտեմ ուր եմ գնում։ Ավտորինակ մի հատ սենյակա, կաֆեյա, որտեղ որ նստած են միայն տղամարդիկ են, նայում եմ, ասում եմ, յա։ Այստեղ ինձ ուղարկել է, ու մի հատ աստվածաշունչ եմ վերցնում հետս։ Նոր ռուսական աստվածաշունչ, չգիտեմ, ով էր նվիրել, վերցրեցի դրեցի պայուսակս, որ նվիրեմ այն մարդուն, ով որ զրկել է մեր այդ քույրիկին աշխատանքից։ Գիտեք, Տերը երբեք չի շփոթվում, ասեմ ձեզ։ Ես կանգնել եմ այդ սենյակում, ինձ մծխծկեցին, այդտեղ ասին ստեղ, ու վсё, դուրը փակեցին, ասում եմ, հա, ոյ, здравствуйте։ Ու նայում եմ իրաց դեմքերին։ Իսկ ով ասում եմ ձեր, այս ինչով ինչը, ցույց են տալի այս մարդն է։ Ասում եմ, Տեր, սուր եմ այն գես, ինչ են այս գողեր են, ավտարից, այս ովքեր են։ Բայց ես գիտեի, Տեր ինձ խոսք ա տվել։ Ես խոսք ունեի, որ այդ հեթանոսների մեջ ինքը մեծ ալնելու, եւ ես պետք է վկայի այնտեղ Տիրոջ մահվան ու հարության մասին։ Ինձ ցույց տվեցին այս մարդն, ասա, հա, здравствуйте, պատկերացնում եք, չէ, իմ մարդկային ուղեղի վիճակը այդ պահին։ Բայց ներսում ասում եմ, Տեր դու ինձ խոսք ես տվել, դադարեցրեք եւ ճանաչեք, որ ես եմ։ Այդ խոսքը ես ոնց որ վահան վեկալած ինձ գնում էի առաջ։ Ու այդ մարդիկ դուրս եկան, հասկացան, որ իմ խոսակցությունը կանգնել եմ այդ մարդու հետ։ Դուրս եկան ու մի հոգի, սենց հպվեց այդ մարդուն, այդ ում հետ, որ ես պետք է գեներալնի իբր թե դիրեկտորի հետ, սենց։ Ու սենց խփեց ուսին, ասեց, «Выслушай, что скажет девушка». Ամեն։ Я говорю, хорошо, Տեր, ստեղ էլ քո մարդիկ ունես, оказывается։ Ես մոտեցա իրան, ասեց, դա ասա։ Ասեցի, ես եկել եմ ստեղ, գիտեք, во имя Господа Иисуса Христа, ասում ինչ։ Ինքն էլ ռուս չէր, մուսուլմանական ինչ-որ ազգից էր։ Ասում եմ, այո, ես եկել եմ Հիսուսի անունով, լսեք, դա իմ ջուրն էր, որ ես պետք է գնայի շեր է տարկրում։ Քանի հոգի մարդ կային, ովքեր են, ինչքան հաստ վիզ ունեին իրանց ցեպի լայնությունն ինչքան էր, դա ինչ շեր է տարկրում, դա այն քամիներն էր, որ Պետրոսը նայեց։ Ասում է, во имя Господа, ասում եմ, այո, եւ ես ձեր մասին լսել եմ, դուք հոգ եք տանում մանկատների մասին, Տեր արդեն պատրաստել էր ինձ։ Դուք այս բան, ես տելևիզորով են ցույց տվել, այս մարդը ուրախացավ։
Տեր ասես ի՞նչ լավ է։ Հանեցի ասեց ու մի հատ մեծ պադարակ եմ ես ձեզ բերել, որ տենց պադարակ ոչ ոք ձեր կյանքում չի նվիրել։ Մեջն էլ մալիտվա պակայանյա։ Ասեց ի՞նչ նվեր, նայում ուշադիր ձեռքս էլ չեմ հանել։ Հանեցի Բիբլիան ասի սա Աստծո կողմից, Տիրոջ կողմից ես ձեզ նվիրում եմ, բայց վերցրեց ինքը շատ հարգանքով։ Ու ես պատմեցի, ասի գիտեք ինչի եմ եկել։ Հիմա պատմեմ թե ինչի եմ եկել ես։ Իմ քրոջը դուք հեռացրել եք գործից, բայց ինքը վարձով է ապրում։ Ինքը ոչ մի բան չունի, կարելի ասել։ Ու ես պատմեցի իրավիճակը, ոնց կար, ճշմարտության մեջ։ Ես ես խնդրում եմ, վերցրեք իրան, պաժալուստը, շատ եմ խնդրում։ Ինքը չունի ոչ, չկա։ Դուք օգնեք իրան, շատ եմ խնդրում ձեզ։ Ասեց, ես հիմա կզանգեմ իդ իր դիրեկտոր, ակասեսի գեներալի դիրեկտորի մոտ են ինձ բերել։ Ես հիմա կզանգահարեմ ու զանգահարեց այդ մարդուն, ասեց, սենց մարդ կա ձեր մոտ աշխատող գարանտում, ասեց, հա կա, այնքան էլ խափեբա, կներեք, պետք է ասեմ։ Գիտեք, օրերից մի օր Աստված բացում է մեր երեսը, օրհնությունները ի հայտ գալը։ Դրա համար հեթանոսների մեջ պահեք, վարվեք ձեզ ճիշտ, խնդրում եմ ձեզ։ Ես կանգնել եմ պատկերացնում եք, չէ, իմ ժպիտը, իմ ուրախությունը, իմ ամեն ինչը, ու լսում եմ, որ այդ դիրեկտորն ասում է, ոչ, դրան պետք չի գործ տալ, բայց ես խոսք ունեի։ Ես ներսում ասում եմ, Տեր, դու ասիր մեծ կլնեմ հեթանոսների մեջ, 100%-ով։ Աստված ինձ իմաստություն տվեց, ասեցի, այդ գործը ինձ տվեք, հանձնեք ինձ։ Ես չեսնի մարդ եմ, ես ձեզ պատվադից չեմ անի։ Ամեն ամիս այդ փողը ես իմ ձեռքով կբերեմ, կհանձնեմ ձեզ։ Այդ չի լինել սուտը, այդ գեներալի դիրեկտորին։ Վերջը նա նորից զանգեց, նա նորից ասեց, վերցրեցին իրան։ Ու այդ դիրեկտորն ինձ ասում է, ուղարկեցին այդ մի փոքր դիրեկտորի մոտ։ Հիմա սրա մոտ եմ։ Տեր Հիսուս, ես խոսք ունեի։ Եվ ինչ է, այս մարդն ասում է, ինչ եք ուզում որ անեմ, ինչ անեմ։ Նայեք, ինչ է ասում, խոսք։ Նայեք ինչ խոսք, Տերը որ խոսք է տալիս, ինչ եք ուզում որ անեմ։ Ես էլ արագ ասում եմ, ոչ թե միայն խաչապուրի, ոչ թե միայն տորթեր, այլ ճաշեր, այլ էս, այլ խորոված, ամեն բան շատացնում ենք։ Ու իտոգի այդ մարդիկը տեղ մեծ բան բացեցին, ինչ որ օբյեկտի նման բան, իրանք սկսեցին հարստանալ, իրանք սկսեցին, բայց շատ к сожалению, այդ հարստության հետ միասին իրանք մոռացան մեր սիրելի Տիրոջը։ Գիտեք, այդ իրա գործն է։ Իմ գործն ինչ որ Տերը հանձնարարել էր ինձ, իմ հավատքի համար, իմ ճանաչելու Աստծուն, որ խոսքը գործում է, որ խոսքը կքայլի ջրերի վրայով, Աստված ապացուցեց դա, Աստված արեց դա։ Գիտեք, ձեր օրհնությունը որտեղ է, երբ որ դուք իրոք վերցնեք այդ խոսքը եւ գնաք առաջ, բաց չթողեք։ Շատ անգամ մենք հավատում ենք, մեկ էլ զանգում են։ Գիտես, ես չգիտեմ, կլինի թե չի լինի։ Всё, պրծավ, վերջ, չի լինի, ինքը չի լինի։ Ասեց ով որ սրտում հավատա եւ չերկմտի, слушай, երկմտությունը քանդում է հավատքը։ Եթե դու երկմտում ես, նայեք այն կինը, երբ որ եկավ Հիսուսի մոտ, քանանացի կինը, գիտեք, Աստվածաշնչի մեջ, ավետարանի մեջ, հեթանոսները ավելի ուժեղ հավատք են ունեցել, քան թե Տիրոջ ժողովուրդը։ Այս կինը եկավ Տիրոջ մոտ, նա մեծ պրոբլեմ ուներ, նա դևահարված աղջիկ ուներ, այդ պրոբլեմը Աստված ոչ անի, ոչ ոքս ունենանք ստեղ։ Ու գիտես Տերը ինչ ասեց, որ խոսքից ինքը բռնվեց, գիտեք։ Շուն խոսքից, դու շուն ես, ինքը բռնվեց, այո Տեր, շատ մեծ զորավոր խոսք տվեցիր ինձ, որ իմ հավատքը ավելի բարձրացրեց, որ ես իրոք կբռնեմ այդ շուն խոսքը, դու շուն ես, նայեք, մենք գնում ենք Աստծու մոտ ու Աստված մեզ այդ խոսքն ասում, ինչ կանեինք, այ քեզ բան, ոնց թե շուն եմ, ես ինչ բան, ես Աստծու օծված մարդ եմ, Աստված մի խոսք ասեց այդ կնոջը, լավ չի, որ հացը շներից վերցնեմ, լավ չի, որ երեխաների ձեռքից վերցնեմ ու շներին տամ, դու շուն ես, ես կինը այո Տեր, համաձայն եմ, որովհետև քո խոսքը կգործի իմ կյանքում, որտև ես կքայլեմ այդ ջրերի վրայով, որտև իմ աղջիկը կբժշկվի, ես շուն եմ Տեր, այդ խոսքը, գիտես եթե դու ստանում ես Տիրոջից չէ,
Ոչ, այդ խոսքն էլ քեզ տանելու առաջ։ Եթե դու ստանում ես այո, այդ խոսքից էլ բռնվի։ Մի խոսք։ Հարյուրապետն ասեց, մի խոսք ասա, Տեր, եւ իմ ծառան կբժշկվի։ Մի արի իմ տուն, մի ծախսի քո ժամանակը, մի խոսք, որին որ ես կհավատամ, որից որ ես կբռնվեմ, մի խոսք, Տեր, ես քեզանից մի խոսք եմ ուզում, որպեսզի կարողանամ քայլել իմ ջրերի վրայով, որտեղ յուրաքանչյուրս ջուր ունենք քայլելու, անհասանելի բաներ ունենք այն բաները, որ մեզ ոչ ոք չի օգնի Տիրոջից բացի, մեր կյանքում գալիս են պահեր, որ մենք իրոք պետք է միայն Տիրոջ հետ անցնենք, ամեն, ալելույա, հարկ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, հիշում եք Սամսոնի պատմությունը, Սամսոնը մեծ զորություն ուներ, նա Նազարե էր ասու, այսինքն առանձնացված մարդ, որը որ պետք է Տիրոջ կամքը կատարեր եւ Տիրոջ ճանապարհներով գնավ։ Բայց կսաժալենիմ ցավոք սրտի Սամսոնը չարեց այդպես, բայց հիշում եք նրա մազերը կտրեցին, վերացրեցին, այդ ուժը հավատքով արդեն իրանք վերցրել են, որ այդ մազերի մեջն էր, բայց այդ ուժը ասում է չա, պրոստը պետք է հնազանդվեր Սամսոնը ասուն, անհնազանդության դերը շատ մեծ էր իր կյանքում, բայց երբ որ իրան բռնել էին փղշտացիները, ասո թշնամի ժողովուրդը, ասու խոսքն ասում է, երբ որ նա բանտում էր եւ նա աղաղակեց, Սամսոնն ասում աղաղակեց ասուն, այդ ժամանակ 3000 հոգի փղշտացիներից մարդիկ կային, իրանց ամուսինների կանանց ամբողջ էլիտնի մասսան, 3000 հոգի այդ տեղն էին։ Եվ երբ որ Սամսոնի աչքերը հանել էին, նա կույրացել էր, չէր տեսնում, նրան պարեցնում էին, որ վրեն ծիծաղան, ասո վրեն ծիծաղան ասեն, մեր Աստվածն ավելի բարձր էր, քան թե ձեր Աստվածը, բայց Սամսոնը գոչեց, ասեց, Տեր, տուր ինձ ուժ, ես էլ մեռնեմ սրանց հետ, իմ աչքերի վրեժը սրանցից լուծեմ, գոչեց, ու Աստված տվեց իրան, 3000 մարդ, փղշտացիները, չինովնիկները, ադմինիստրացիայի սաղ աշխատողները, սաղ իրանց իմաստունները, մուդրի, սա բոլորն տեղ էին, դաժը արեց Սամսոնը այնքան, ինչքան որ իր աչքերը տեսած ժամանակ չեր անում, երբեմն Աստված բերում է մեր կյանք ինչ-որ բան, որ անի ինչ-որ բան, ամեն, և 3000 հոգի, սյուները բարձրացեց, մեկը այս ձերքով, մեկը այն ձերքով, դե եկեք հիմա ուղեղով հասկանանք ոնց արեց Սամսոնը, չենք հասկանա, հնարավոր չի, դա այդ անհասանելին է, որ մենք չենք հասկանա, ոնց կարող է պատահի կույր մարդը, մի ձերքով այս մի սյունը բարձրացն, այդ սյուներն էլ այսքան չէր, մեծ սյուներ էին, մի ձերքով այն սյունը բարձրացնի, քանդի, 3000 մարդ լսնի տեղ մահացած վիճակով, Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին Սամսոնը քայլեց իր ջրի վրայով, ամեն, այն ինչ որ մեր Պետրոսի կյանքում մի քանի քայլ եղավ, ես հավատում եմ, որ քո կյանքում շատ քայլեր ալնելու, ես հավատում եմ, որ դու գնալու ես, որ դու անցնելու ես առաջ, որ դու անցնելու ես գետերի ջրերի միջով, կրակների միջով, բայց դու չես վառվելու, բայց դու չես խեղդվելու, ինչու համար դու ունես խոսք Տիրոջից, մի խոսք ասա Տեր, մի խոսք, ու իմ ծառան կբժշկվի, ամեն, Փառք Հիսուսին, ես ուզում եմ, որ իրոք մենք խորենք, որ իրոք մենք հավատքի ներսի հասկացողություն ունենանք ասուն, չնայեն գիտես ինչ, երբ որ Աստված քեզ խոսք է տալիս, նայի միայն այդ խոսքին, գնա այդ խոսքի ետևից, բռնիր այդ խոսքը, բռնվիր այդ խոսքից, այդ խոսքը իմենը տանելու է քեզ այնտեղ, որ Հիսուսն ասեց արի, վերջապես իմ ու քո հանդիպումը լինելու է միասին, վերջապես դու վկայելու ես իմ գործերի մասին, վերջապես դու ասելու ես, որ ես անհնարինը քո կյանքում սարքեցի հնարավոր, ամեն, Փառք Հիսուսին, Փառք Տիրոջը, Հալելույա, Երեմիա
29-րդ գլուխ 13 խոսք։ 11-ից եկեք կարդանք, որովհետև 10-ից, այսպես է ասում Տերը, հենց որ լրացավ 70 տարին Բաբելոնի համար և ձեզ պիտի այցելեմ ու հաստատեմ ձեզ համար իմ բարի խոսքը, որ ձեզ ետ բերեմ այն տեղը, որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդներ և ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան և հույսը, և դուք կկանչեք ինձ, և կգնաք, և աղոտ կանեք, և կգտնեք, և կկանեք դեպի ինձ, և ես կլսեմ ձեզ։ Եվ դուք ինձ կորոնեք և կգտնեք, որովհետև ինձ կխնդրենք ձեր բոլոր սրտովը, և ես կգտնվեմ ձեզ համար, ասում է Տերը։ Հաստատ ուզում եմ, որ մենք գնանք մեր ամբողջ սրտով, գլխի հավատքը դա մեզ չի օգնի, գլխի հավատքը դա օդի հավատքը, ես հավատում եմ փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, հավատում եմ, բայց քո հավատքը գործեր չունի։ Դալշը քո հավատքը ոտքեր չունի, որ գնա։ Քո հավատքը ճանապարհներ չի տեսնում, որ գնա այդ ճանապարհները։ Քո հավատքը ականջ չունի, որ լսի ինչա առաջնորդում Տերը քեզ։ Ես հավատում եմ։ Օ, Տերը գիտեք ինչ զորավոր է, լսեք։ Վազգեն եղբայրն ասեց, դևերն են հավատում։ Այո, շատ լավ հավատում են իրանք ու վախենում են, որ Աստված կենթանում է, որտեվ իրանք գիտեն որտեղից են ընկել։ Որտեվ գիտեն, որ դա ռեալնի է Աստծո զորությունը, ձեռքը, Աստծո սուրը, երկսայրի սուրը, նրանք գիտեն, նրանք վախենում են։ Այո, մեր հավատքը պետք է տեսնի այն անհասանելին ու այն անտեսանելին, որ մենք չգիտենք էլ։ Ամեն։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ Աստված գիտի այդ խորհուրդները, ասում է, ես քո համար լավ խորհուրդ ունեմ։ Իմ խորհուրդները բարին են քո համար։ Իմ խորհուրդները չարը չի քո համար։ Երբեմն մարդիկ մտածում են, ուժելի այս բանին էլ Աստված կպատասխանի։ Յուրաքանչյուր բան ինչ որ կա քո կյանքում, յուրաքանչյուր չլուծված խնդիր, յուրաքանչյուր փակված դուռ, յուրաքանչյուր բան, որ դու չես տեսնում քո կյանքում, Աստված տեսնում է, Աստված բացում է, Աստված օրհնում է։ Ամեն։ Խնդրեք, փնտրեք, թաքեք։ Մատթեոս ավետարան 7:7։ Խնդրեք, փնտրեք, թաքեք։ Այս զորությունները գործող զորություններ են։ Սա Տիրոջ օրհնություններն են եկեղեցի քո կյանքում այսօր։ Իմ կյանքում այսօր խնդրեք, փնտրեք, թաքեք, կանգ մի առեք, վերցրեք այն ինչը որ Տերը օրինական ձևով տվել է իր զավակներին։ Ամեն։